Իրանց համար այս բան առանցքային խնդիր է, այևս մեկ, այսինքն այն միջազգային տարբեր սահմանափակումները, որ եղել են Ադրբեջանի դեմ Արցախյան հիմնախնդրով պայմանավորված, փորձում են հասնել դրանց լուծմանը։ Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, սա ցույց է տալիս, թե ինչքան մեծ վախ կա, մտահոգություն կա Ադրբեջանի իշխանությունների մոտ միջազգային պատժամիջոցներից։ Սա մեզ համար պետք է ցուցիչ լինի։ Նույնիսկ այնպեսի պատժամիջոց, որը համարյա չի պահպանվում։ Այո, բայց ինքը կա, ինքը հստակ ցուցիչ է, որ դա արվել է, դա ընդունվել է այդ բանաձևը ընդդեմ Ադրբեջանի գործողությունների։ Ընդ որում դուք մեջ բերեցիք Ալիևի հայտարարությունը, դրանց առաջ Հաջև, եթե չեմ սխալվում, Միացյալ Նահանգներում ամերիկյան պարբերականներից մեկում էլի հոդված էր գրել եւ դե պարզ է որ պատվիրված հոդված է, այսինքն նշում եմ հստակ ուղերձների մեխանիզմ կա, այնտեղ մեկնած ցանկացած պատվիրակություն խորհրդանական կլինի, պաշտոնական կլինի, դեսպանատան աշխատակիցները, Միացյալ Նահանգներից Բաքու ժամանած բոլոր պատվիրակությունների հետ հանդիպումներում այս շեշտադրումը կա։ Իսկն իրենց համար դա այս բանի գերնպատակ է Միացյալ Նահանգների։ Իսկ գինը չէ որ Հայաստանը ամբողջությամբ ԱՊ շրջափակված չի, այո Թրամփի ուղղուշուշ կա համաձայնեցում, բայց նաև Ադրբեջանի տարածքով մենք չունենք, էլի։ Որևէ կապ չունի, որովհետև իրենց համար, կրկնում եմ, իրենց համար կարևոր իրենց այս խնդրի լուծումն ընդ որում շատ հետաքրքիր Հաջևի ձևակերպում, որ 907 բանաձևի ուրեմն մնալը, շարունակականությունը վտանգում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, թե ինչու է վտանգում, շատ մեծ հարցական է, չէ՞, բայց ցանկացած հնարավոր քարոզչական հանգամանք իրենք օգտագործում են։ Նույն տեսեք նշեցիք ապաշրջափակման իբր այլևս չլինելու հանգամանքը այդ առևտրի այո ցանկացած բան իրենք այս պահին ուրեմն օգտագործելու են Միացյալ Նահանգների ուղղությամբ իհարկե կից դնելով 907 բանաձևի չեղարկման այդ տարբերակ եւ հնարավորություն, որտեղ կրկնում այս բանը իրենց համար դա կարծես թե օրակարգային գերխնդիր է։